Ողջույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորություններով և իրադարձություններով ստարտափն է եթերում, մնացեք մեզ հետ։ Հայկական Pixart նկարների մշակման հավելվածը DCM Ventures և Siglo Gaffant Company ներդրողների կողմից $20 միլիոն ֆինանսավորում է ստացել Չինաստանում և Ճապոնիայում ընդլայնվելու նպատակով։ Pixart-ը դեռևս չի բացահայտել, թե քանի օգտատեր ունի Ասիայում, բայց այս տարածաշրջանում հավելվածը ունի հսկայական համայնք և օգտագործողների թվի զգալի աճ ողջ մայրցամաքում։ Չնայած, որ Ասիայում կան ֆոտոխմբագրման չափից դուրս շատ հավելվածներ, Pixart-ը հույս ունի գտնել իր ուրույն տեղը ասիական շուկայում։ Այն այս պահին ունի ամսական մոտ 75 միլիոն ակտիվ օգտագործող։ Հիշեցնենք, որ 2015 թվականին Pixart-ը Forbes ամսագրի կողմից ճանաչվել էր լավագույն ստարտափներից մեկը, տասնյակում զբաղեցնելով 5-րդ տեղը և գնահատվելով $250 միլիոն։ Հետևեք ՏՏ ոլորտի նորություններին։ Վաճառքի է դրվել ամենափոքր Porsche Mobile Micro X S240 Android սմարթֆոնը 2.4 դյույմանոց էկրանով։ Սմարթֆոնը ունի երկմիջուկանի 1 GHz տակտային հաճախականությամբ, 512 MB օպերատիվ և 4 GB ներդրված ֆլեշ հիշողություն, մինչև 32 GB ծավալով micro SD քարտերով ընդլայնելու հնարավորությամբ։ Google ընկերությունը Nexus սմարթֆոնների համար կենդանի պատյանների շարք է թողարկել։ Պատյանը ոչ միայն պաշտպանում է հեռախոսը մեխանիկական վնասվածքներից, այլև սինխրոնացնում է սմարթֆոնի պարունակությունը հատուկ ներկառուցված չիպի և Live Case հավելվածի օգնությամբ։ Թողարկվել է Live Case պատյանի երկու տարբերակ։ Առաջինը լուսանկարչական է, որի օգնությամբ պատյանի մակերեսին կարելի է ներբեռնել ցանկացած պատկեր, տարբեր էֆեկտներ ու գույներ հաղորդելով նախընտրած լուսանկարին, ինչպես նաև slide show կազմակերպել։ Երկրորդ տարբերակը քարտեզային է, որը պատյանի վրա արտացոլում է Google-ի քարտեզը, ընթացիկ կամ ցանկացած տեղադիրքով։ Իսպանացի ուսանողների ստեղծած Arkin Technologies ընկերությունը ներկայացրել է BIU ծաղկամանը, որի միջոցով կարելի է լիցքավորել սմարթֆոնը և այլ բջջային սարքեր։ Էլեկտրականությունը գեներացվում է ֆոտոսինթեզի ճանապարհով։ Օրվա ընթացքում ծաղկամանը կարող է լիցքավորել 2-ից 3 սմարթֆոն։ BIU-ի նախնական գինը €99 է։ Ֆրանսիացիները կյանքի են կոչել կախարդական անձրևանոց, որը ոչ միայն եղանակային կանխատեսումներ է անում, այլև այն անհնար է մոռանալ։ Բարձր տեխնոլոգիական անձրևանոցը աշխատում է սմարթֆոնի հավելվածի հետ սինխրոնացված 30 րոպե առաջ հեռախոսի տիրոջն ուղարկելով եղանակային պայմանների մասին տեղեկությունը և հիշեցնում է, եթե հանկարծ տերը մոռանում է վերցնել անձրևանոցը։ Ծիածանագույն անձրևանոցը ստացել է Ombrella անվանումը։ Այն ներկայանում է երկու տարբերակով՝ դասական և ժամանակակից։ Շվեդ ինժեներ Միքայել Քելմանը ստեղծել է ամբողջովին նոր վելոմոբիլ PodRide։ Քեյլմանի 70 կիլոգրամանոց ստեղծագործությունը ունի 4 անիվ, անջրանցիկ կտորից կորպուս, որը դրվել է ալումինե շրջանակի վրա և սովորական ավտոմեքենաների նման նստելատեղեր։ Նա ամբողջ տարին փորձարկել, որից հետո միանշանակ եզրակացրել է, որ իր վելոմոբիլը շատ պրակտիկ է և հարմար։ Վելոմոբիլը ունի 250 վատանոց էլեկտրաշարժիչ, առավելագույնը 25 կմ/ժ արագության սահմանափակմամբ։ Ներդրված մարտկոցի մեկ լիցքավորումը բավարար է միջինը 60 կմ հաղթահարելու համար։ Ավտոմեքենայի առանձնահատկություններից է նաև լուսավորման լրիվ լուսադիոդային համակարգը, 14 աստիճանանոց փոխանցման տուփը, թիկունքային բեռնախցիկը, ներդրված օդափոխիչը, ձեռքի կառավարման ապակե մաքրիչը։ Չինական Li Eco համացանցային կորպորացիան ներկայացրել է Li C էլեկտրական ավտոմեքենայի նախատիպը, որի սերիական արտադրությունը կարող է մրցակցել Tesla Model S-ի հետ։ 4 դռնանի մեքենայի տանիքը համարյա ամբողջությամբ ապակե է։ Li C-ում արտաքին հայելիներին փոխարինում են հետևի տեսախցիկները։ Հայտնի է, որ կոնցեպտ քարի առավելագույն արագությունը կազմում է 210 կմ/ժ։ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը ներկայացրել են աշխարհի ամենաարագընթաց մագնիսական բարձիկով գնացքը, որը զարգացրել է 1018 կմ/ժ արագություն։ Գնացքը կարողացել է 2 վայրկյանում անցնել ֆուտբոլի 7 դաշտի հավասար տարածք։ Դա Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի 846-րդ փորձարարական էսկադրիլային հնարավորություն է տվել սահմանել այդպիսի տրանսպորտային միջոցների համար համաշխարհային ռեկորդ։ Նորվեգական Statoil և Kongsberg Maritime ընկերությունները ստեղծել են Robot Ward, մեքենա, որը նախատեսված է ստորջրյա սարքավորումների վնասվածքների ախտորոշման և վերացման համար։ Մոտ ժամանակներս մասնագետները կանցնեն մեքենայի փորձարկման։ Դրա օգնությամբ ապագայում հնարավոր կլինի ազատվել ծովում նավթի և գազի կայանների աշխատանքի ապահովման բարդ և թանկ մեքենաներից։
Չինացի ինժեներները Hebei քաղաքում ներկայացրել են աստվածուհի ռոբոտին։ Ստեղծողները այն համարում են արհեստական ինտելեկտով օժտված ամենաիրական մարդակերպ ռոբոտը։ Ռոբոտը ծրագրված է մարդկանց հետ շփման համար, միանում է տարբեր ցանցային ծառայությունների եւ հարգալից խոնարհում է գլուխը զրուցակիցների առջեւ։ Չինական DF ռոբոտ ընկերությունը ներկայացրել է Andbo անվանումով տնային ռոբոտ մրջյունը։ Նախագիծը ստեղծվել էր երեխաներին ծրագրավորման եւ այլ գիտությունների հիմունքները ուսուցանելու նպատակով։ Սակայն DF ռոբոտը խոստանում է, որ Andbo-ն հետաքրքիր կլինի բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրական միտք ունեն։ Որպես ռոբոտի ղեկավարման վահանակ օգտագործվում է տիրոջ սմարթֆոնը։ Բացի դրանից Andbo-ն ունի նախորդ նշված ճանապարհով ինքնուրույն շարժվելու ռեժիմ, նաեւ տեղանքի ուսումնասիրման ռեժիմ։ Ճապոնացի գիտնականները մշակել են ուլտրաբարակ ճկուն թաղանթ, որի միջոցով հնարավոր է սեփական մաշկը վերածել հեղուկ բյուրեղյա դիսպլեյի։ Թաղանթի հաստությունը 0.3 միլիմետր է, ինչը 13 անգամ բարակ է մարդու մազից։ Մաշկի վրա կպցված թաղանթի միջոցով հնարավոր է օրինակ հետևել սրտի կծկումների հաճախությանը, արյան մեջ թթվածնի մակարդակին եւ շատ այլ պարամետրերի։ Արցախի հանրային հեռուստատեսության եթերում ստարտափներ, հետևեք մեր հաղորդումներին նաև համացանցում մեր պաշտոնական կայքէջի միջոցով։ Կհանդիպենք։